Եվ իր իսկ սահմանադրության մեջ ամրագրված է, որ մինչև 1928 թվականի Ադրբեջանն է, որի իրավահաջորդն է նա համարվում։ Իդեպ այն Ադրբեջանը, որը ստեղծեց ԽՍՀՄ տարիներին։ Իդեպ եթե շարժվենք այդ սկզբունքով, ապա Ադրբեջանը պետք է հրաժարվի Նախիջևանից եւ Արցախից։ Ինչու՞, որովհետեւ մինչև 1928 թվականը ոչ Նախիջևանը, ոչ Արցախը չեն եղել սովետական Ադրբեջանի կազմում։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունները փաստացի իրենց իսկ սահմանադրությամբ ընդունում են այն, որ Նախիջևանը եւ Արցախը իրենց կողմից օկուպացված է։ Դա իրենց սահմանադրության հստակ ամրագրումն է։ Հիմա գալով Հայաստանին, ինչ պետք է անենք մենք։